Պարոն Մարտուն Գրիգորյան, որտեղ է սխալվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը, անդրադառնալով Գյումրու Ավագանու մեր քաղաքախմբակցության անդամ Կարեն Բադալյանի մանդատը վայր դնելու հետ կապված թեմային։ Պարոն Գրիգորյանը խոսելով իր իսկ թիմակցի մասին մտահոգություն է հայտնում, թե ոնց է տվյալ անձը ապրելու Գյումրիում, Գյումրին փոքր քաղաք է, արդյոք չի ամաչում, որ հնարավոր է ինչ-որ իր անվանը պիտակներ կպցնեն եւ այլն։ Պարոն Գրիգորյանը չնայած դալիճում չէ, բայց հուսով եմ կլսի ինձ եւ ես ուզում եմ վերջինիս հետեւյալը փոխանցել, որ պարոն Գրիգորյան, ես եւ շատ գյումրեցիներ այդ նույն մտահոգությունը ձեր մասով ունեինք եւ շարունակում ենք ունենալ։ Այն բանից հետո, երբ դուք ապահովեցիք բավարար մի բան էլ ավել ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, չնայած ձեր ընտրություններից առաջ կատարած մի շարք այլ հայտարարությունների։ Մարտուն Գրիգորյանը ասում է, որ ՔՊ-ն ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեց ձայներ հավաքել այն թեզի շրջանակներում, որ ասում էինք ով ընտրի մյուս քաղաքական ուժերին, ապա իր ձայնը կտա Վարդան Ղուկասյանին։ Պարոն Մարտուն Գրիգորյան, որտեղ է սխալվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դուք էիք, որ մյուս 3 քաղաքական ուժերի հետ Վարդան Ղուկասյանին դարձրեցիք քաղաքապետ։ Նշում եք նաև, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս է օգտագործել։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս օգտագործող քաղաքական ուժ լիներ, այսօր Գյումրու քաղաքապետ կլիներ ոչ թե Վարդան Ղուկասյանը, այլ Սարիկ Մինասյանը, բայց քանի որ մենք չունենք նման ձեռագիր, ապա մենք հաշտվում ենք եւ մեզ համար օրենք է ցանկացած ընտրության արդյունքները, որովհետեւ դա կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իսկ մենք տեր ենք կանգնելու մեր 17200 վստահության քվեին։